Ռիոփենի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է, բարի երեկո, ամփոփենք հերթական լարված օրը, միասին սթափ գլխով փորձենք հասկանալ, թե մեզ հետ ինչ կատարվեց այս անգամ, նախ համառոտ։ 3-ամյա Տիգրանին երրորդ օրն է չեն գտնում, փրկարարներն ու կամավորները փնտրում են ամեն թփի տակ։ Թրամփը Կորեայում պատմել է ինչպես են իրար գրկել Փաշինյանն ու Ալիևը, ինչպես է դրանից հետո Պուտինը զանգել իրեն։ Մասիսի կալանավորված քաղաքապետը կմնա իմպիչմենտի վարչապետի թեկնածու, կարծիքներ Մասիսից ու Երևանից։ Բաղնիկ ննջարան նկարելն այլանդակություն է, ՔՊԱ-ականները ազգային ժողովում դատապարտել են ինտիմ տեսանյութեր տարածելը։ Հոսանքի գինը չի իջնի, բայց հեցի նախկին ղեկավարները կրկին կդիմեն էժանացնելու պահանջով։ Տարերային նարկոտիդ Բրազիլիայում, Ռիոյի փողոցներում 65 զոհ ու ոչ միայն, պատերազմ թմրակարտելների դեմ։ Եվ Հայաստանում կգա առաջին ձյունը, եղանակը կտրուկ ցրտում է։ Սկսենք ամենակարևորից, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են։ Այս պահին ըստ ոստիկանության որևէ նորություն չկա։ Երեխան կորել է հոկտեմբերի 27-ին։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են մոտ 150 ոստիկան, այդքան էլ փրկարար եւ կինոլոգներ, օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին մասնակցում են նաեւ Ծափաթաղի մոտակա բնակավայրերի բնակիչներ եւ տարբեր բնակավայրերից եւս 200 կամավոր։ Հարուցվել է քրեական գործ, ներքին գործերի նախարարությունը հորդորում է չտարածել չճշտված տեղեկությունները, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին եւ երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։ Հիմա քաղաքական զարգացումների մասին Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա, որտեղ կմասնակցի Փարիզի խաղաղության համաժողովին։ Վաղը կհանդիպի Մակրոնի հետ, երկկողմ այլ հանդիպումներ եւս կունենա։ Անձնական կյանքին առնչվող գաղտնի տեսագրությունների հրապարակման հարցն այսօր ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում բարձրացրել է Հայաստան խմբակցության քարտուղարը, հետաքրքրվելով, թե արդյոք կառավարությունը պատրաստվում է լրացուցիչ միջոցներ հատկացնել անձնական տվյալների պաշտպանության ոլորտին եւ պահանջել հստակ գնահատական ննջարանում եւ բաղնիքում կատարված գաղտնի տեսագրությունների վերաբերյալ։ Ֆինանսների նախարարը նշել է, որ քննարկվում է անձնական տվյալների պաշտպանությամբ զբաղվող առանձին անկախ մարմին ստեղծելու հարցը, ինչի համար անհրաժեշտության դեպքում կհատկացվեն միջոցներ։ Դեռ ընդդիմադիր եղած ժամանակվանից դա վերաբերեր ընդդիմությանը, իշխանությանը, ես հրաժարվել եմ երբևէ այսպիսի մեթոդներով հրապարակված, արված հրապարակումները մեկնաբանել, որովհետև երբ որ դու սկսում ես այսպիսի երևույթները մեկնաբանել, դու պարարտ հող ես ստեղծում, որպեսզի դրանք հետագայում նույնպես շարունակվեն։ Եվ միանշանակ պետք է համապատասխան մարմինները եւ ատյանները միջոցներ ձեռնարկեն հետագայում նման երևույթները կանխելու համար։ Արդարադատության նախարարությունում այս ուղղությամբ կա առանձին մարմին, որը զբաղվում է անձնական տվյալների պաշտպանության հարցերով։ Սակայն կա առաջարկ ստեղծել առանձին անկախ մարմին, որի հետ կապված առանձին դրույթներ հենց վաղը քննարկվելու է վարչապետի գլխավորությամբ։ Անցած 2 օրերի ամենաաղմկարույց ձերբակալությունը Մասիսի քաղաքապետինն էր։ Հանրապետական համայնքապետին դատապարտել են 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, դեռ 2018 թվականից եկող մի գործով։ Վճիռը կայացնելու պահին նա երկրում չէր, բայց իմանալով այդ մասին վերադարձել է ու հենց օդանավից դուրս գալուց նրան դիմավորել են ոստիկանները։ Այս ձերբակալությունը շատ խնդրահարույց է ոչ թե պարզապես այն պատճառով, որ երկար ժամկետով ազատազրկման է դատապարտվում ընդդիմադիր գործող համայնքապետ, այլև որովհետև Դավիթ Համբարձումյանը ՀՀԿ-ի նախաձեռնած իմպիչմենտի գործընթացում վարչապետի ժամանակավոր թեկնածուն է ու եթե հիշենք վերջերս Գյումրիում տեղի ունեցածը, անսովոր մեծաթիվ կալանավորվածների փաստը, ապա այս բոլոր իրադարձություններն իրարից տարանջատելը մի փոքր բարդ է լինում, առավել ևս որ այս ամենը տեղի է ունենում մի փուլում, երբ բոլորը պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Այնպես որ ինչպես արդեն սովորական է դարձել մեր երկրում, քրեական ու քաղաքական հարթությունները նորից հատվում են, իշխանությունը բնականաբար ոչ մի քաղաքական ենթատեքստ այստեղ չի տեսնում, ընդդիմությունը հակառակը։ Այդպես էլ Դավիթ Համբարձումյանին չտեսան օդանավակայանում հավաքված նրա հարազատներն ու աջակիցները։ Երեկոյան հենց ինքնաթիռի դռան մոտից նրան դիմավորեցին իրավապահ մարմինները ուղեկցելու կալանավայր։ Դատարանի մուտքի մոտ երրորդ նախագահն է անդրադարձել թեմային։ Ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ
ապացույց չի ներկայացվել կապված Դավիթի կողմից հանցավոր գործունեության հետ։ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գործը հարուցվել էր դեռ 2018-ին ցուցարարների հանդեպ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Հիմա նա պատիվ ունեմ խմբակցության իմպիչմենտի թեկնածուն է։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նաև դրանով է պայմանավորում թե դատավճռի բնույթը, թե ազատազրկման ժամանակահատվածը։ Այդ գործը քննվում է 7 տարի 18 թվականից մինչ օրս։ Հանկարծակի որոշեցին հիմա վճիռ կայացնել։ Դա մեկ։ Երկրորդ, այդ գործով այլ պատժի ենթարկված մարդիկ չկան, այսինքն ինքը կազմակերպիչ չեն փորձում իրան վերագրել, բայց իրականացնող որպես այդպեսի որևէ գործընթացում չի երևում։ Իշխանական падգամավոր Ալխազ Ղազարյանի կարծիքով էլ դատավարությունները երկար են տևում Հայաստանում, երբեմն նաև հանրության աչքերում խամրեցնելով արդարադատությունը։ Մենք էլ ենք բողոքում, որ օրինակ դատական գործերը բավականին երկար են տևում ու գրեթե բոլոր այսպես բյուջեի քննարկումներին եւ այլն ամեն հնարավոր հարթակով փորձում ենք այնպես անենք օրենքի նախագծերով, որ այդ դատական գործունեությունները ինչը որ նախաքննական փուլն է իր մեջ ներառու դատերը հաճախակի լինեն, պատշաճ ընթացք ունենան եւ ճիշտ ժամանակին ավարտվեն։ Դավիթ Համբարձումյանի աջակիցները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։ Ընտանիքի անդամների հետ կապ հաստատել չստացվեց։ Երեք Զվարթնոցում լրատվամիջոցների հետ խոսել էին, այսօր չցանկացան։ Զվարթնոցում էր նաև պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ասում է 10 ավտոբուս ոստիկան է հաշվել այնտեղ։ Քարոզչական ուղեկցումը, որ իրականացնում են այս անգամ ընդ որում Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի մակարդակով, հա, այսինքն երեսփոխանների եւ նախագահի աթոռի նստածի մակարդակով բացարձակ հայտարարություն էր, որովհետև իրանք հրապարակում էին կադրեր, որոնք այս քրեական գործի հետ բացարձակ կապ չունեն, որտեղ Դավիթ Համբարձումյանը չի եղել եւ այլն, այսինքն քարոզչական ասպեկտն էլ անհրաժեշտ հաշվի առնել։ Նոր պաշտպանվելու ձև են գտել, երբ որ մարդն ունի քրեական ինչ-որ հոդված իր վրա, այդ մարդուն առաջադրում են հնարավոր ամենաբարձր պաշտոնին, որ հետո ցույց տան, վայ, հարայ, հասեք, այս մարդուն բանդարկյալ է, հալածյալ է։ Ալխազ Ղազարյանը այն վարկածն է առաջ քաշում, որ քրեական գործերի արկայության դեպքում մարդիկ քաղաքականություն են մտնում դրանց այլ երանգ տալու համար։ Չնայած Դավիթ Համբարձումյանը շուրջ 10 տարի է համայնքապետ է։ Reopen-ը շրջել է Մասիսում հասկանալու ինչ կարծիք ունեն քաղաքացիները նրա պաշտոնավարման մասին։ Ամեն ինչը կարգ ու կանոնով սարքած, պատրաստված, ժողովուրդը հիանում են իր կատարած աշխատանքով։ Լավ սարքել է մեր ասֆալտները, մեր փողոցները մաքուր ենք, շատ գոհ ենք։ Ուզենք, որ ինքը ազատության մեջ լինի։ Դավիթ Համբարձումյանը այս մեռած Մասիսը հարություն տվեց։ Ըստ իշխանական падգամավորի քաղաքական մեկնաբանության փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հրապարակումն ու կալանավորումը եւս իրավական համակարգը քաղաքական երանգավորելու խնդիր էին լուծում։ Ասում է կալանավորվածը իրավաբան էր ու գիտեր գլխի գալիքը։ Վերջին օրերին Կոչուբաևի եւ Համբարձումյանի գործերը ամենակննարկվածներից են, բայց միակը չեն։ Օրինակ Միքայել arczepiskopos Աչապահյանը դատապարտվեց ազատազրկման ռազմական հեղաշրջման կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Բագրատ Գալստանյանը կալանավորված է բռնի հեղաշրջում իրականացնելու մեղադրանքով։ Չնայած հրապարակված ապացույցներից որոշները 1 տարվա վաղեմության էին։ Վերջերս նաև կալանավորվեց ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։ Սամվել Կարապետյանը կալանավորված է եկեղեցու վերաբերյալ իր դիրքորոշումն ասելու համար։ Մկրտիչ arczepiskopos Պրոշյանն էլ կալանավորվեց Տեր Արամի կամ Ստեփան Ասատրյանի հայտարարությունից հետո, թե վերադասը իրեն ստիպել է ցույցի գնալ։ 2020 թվականի հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհրդի նիստում հանդես եկավ խիստ քննադատական ելույթով, հայտարարելով, որ կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտները եւ պահանջեց կառավարության 100%-ի հրաժարականը։ Այդ ելույթից անմիջապես հետո իրավապահ մարմինները ակտիվացրին նրա դեմ առկա քրեական գործերը։ Հունիսի 16-ին ազգային ժողովը նրան զրկեց անձեռնմխելիությունից եւ նա ձերբակալվեց։ 2020 թվականի նոյեմբերի 14-ին ձերբակալվեց Արտուր Վանեցյանը։ Ձերբակալությունն ուղիղ կերպով կապվեց նրա ակտիվ ընդդիմադիր գործունեության եւ հայտարարությունների հետ։ Դատարանը սակայն նրա ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ։ Իշխանության յուրացման եւ վարչապետի սպանության նախապատրաստման մեջ կասկածվող ԱԱԾ նախկին պետը այժմ քաղաքական հայտ է ներկայացնում իշխանություն ստանալու համար։ 2020 թվականի դեկտեմբերին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր այցելել Սյունիքի մարզ, Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանը Facebook-յան իր էջում հրապարակային կոչ արեց սյունեցիներին փակել մարզի մուտքը եւ թույլ չտալ վարչապետի այցը։ Կոչից ժամեր անց ուշ գիշերով նա ձերբակալվեց իր տան մոտից։ Նրան մեղադրանք առաջադրվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած թիմ ընտրություններում Մամիկոն Ասլանյան դաշինքը ստացավ ամենաշատ ձայները Վանաձորում առաջ անցնելով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, սակայն դաշինքի ղեկավարը չհասցրեց վերընտրվել քաղաքապետ, քանի որ ձերբակալվեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ընդդիմությունը մի քաղաքականություն է որդեգրել, ում ինչ լինում է, փաթեթավորում են որպես քաղաքական հետապնդում, ցույց տալու համար, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ կամ քաղաքական հալածյալներ։ Սիմոն Հովանիսյան, Աննա Հարությունյան, Վարդան Պողոսյան եւ Գևորգ Սյանոսյան, Reopen Media։ Վերջին շրջանում ընդդիմադիրների ձերբակալությունների մասին եվրոպացի պատվիրակներին են հիշեցրել ազգային ժողովի մոտ կայացած ակցիայի մասնակիցները։ Խորհրդարանում ընթանում է Եվրանեստի խորհրդարանական վեաժողովը, այսօր ազգային ժողովում շատ են խոսել Եվրոպայի, Եվրամիության, Հայաստանի ու Եվրամիության համատեղ ապագայի մասին ու իհարկե հետաքրքիր էր հետևել, թե ինչպես է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը Երևանում խոսում ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, արժեքների եւ այլնի մասին։ Մյուս կողմից ցուցարարները, որոնք պահանջում էին ուշադրություն դարձնել ընդդիմադիրների ձերբակալություններին ու առհասարակ երկրում կատարվողին։ Իդեպ այս Եվրանեստին ադրբեջանցիներ չեն եկել որպես բողոքի նշան, որ եվրոպական որոշ կառույցներ հանդգնել են հիշել էթնիկ զտման ենթարկված արցախցիների իրավունքների մասին։ Վրացիներն էլ շատ զայրացած են եվրոպական կառույցների վրա, նրանց մեղադրելով վրացական ընդդիմությանը բացահայտ աջակցելու մեջ։ Մի խոսքով մեր բազմաչարչար ամբողջ տարածաշրջանում միայն մենք ենք, որ այդքան ջերմ, բարի, հրաշալի հարաբերություններ ունենք Եվրամիության հետ, ինչ խոսք աննախադեպ է։ Երևանը դարձել է եվրոպական քաղաքականության կենտրոն։ Ընթանում է Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը։ Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցությունից, պատճառաբանելով, որ Եվրախորհրդարանի հայտարարությունները հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը։ Վրաստանի խորհրդարանի խոսնակն իր հերթին նիստը որակել է ֆարս, մեղադրելով Եվրախորհրդարանին վրացական ընդդիմությանը սատարելու մեջ։ Հանձնաժողովի ամբիոնից հնչեցին Հայաստանին ուղղված աջակցության հստակ ուղերձներ, նաև քննադատական խոսքեր։ Այսօր ինչ է տեղի ունենում Հայաստանի քաղաքներում։ Ես այստեղ չեմ եկել դատելու համար։ Ոստիկաններ, որոնք մարդկանց կալանավորում են, եթե նրանք իրենց սոցիալական էջերում կարծիք արտահայտելու համար են կալանավորվել, սա մեթոդ է արդեն։ Մեկ անձի անգամ ժողովրդավարության մեջ չի կարելի բանտարկել։ Օրինակ, գնանք Ստամբուլ, հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն այս հարցերին, եթե դուք հավակնում եք Եվրամիության թեկնածու երկիր լինել։ Եվրախորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջին ելույթ ունենալով ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից հայտարարեց Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին։ Մեզանից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլոր նրանց վրա, որոնք հավատում են ազատությանը եւ ժողովրդավարությանը։ Հայաստանի որոշումները, հատկապես վերջերս ընդունվածները, չափազանց կարեւոր են։ Հայաստանը պատմական օրենք է ընդունել, որով հստակ եւ հզոր ուղերձ է եղել, հայտարարելով, որ տեսնում է իր ապագան Եվրոպայի կազմում։ Եվրոպական խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին այս պատմական ճանապարհին, եթե որոշեք պաշտոնապես ներկայացնել ձեր թեկնածությունը Եվրամիության անդամակցության համար։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ թեև խաղաղությունն արդեն հաստատված է, մնում են չլուծված հումանիտար խնդիրներ։ Հռչակագրի ընդունումը եւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը արտահայտում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Չնայած դրան շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր։ Ադրբեջանում պահվող անձանց ռազմագերիների հարցը դերևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը։ Եվրախորհրդարանի պատգամավորների ներկայության առիթով ազգային ժողովի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, բողոքելու երկրում քաղբանտարկյալների առկայությունից եւ առատությունից։ Մենք կանգնած ենք այստեղ, պահանջելով ձեր արձագանքը եւ կոնկրետ գործողությունները։ Խնդրում ենք անտարբեր չմնալ։ Այցելեք այն մարդկանց, ովքեր ներկայումս գտնվում են Հայաստանի բանտերում։ Մենք ունենք ավելի քան 15 քաղբանտարկյալ։ Եվրոպացի գործընկերներին կոչ են անում ուշադրություն դարձնել ոչ միայն իշխանության հայտարարություններին, այլև երկրում առկա ներքին խնդիրներին, քաղբանտարկյալների առկայությանը եւ ժողովրդավարության հետընթացին։ Այստեղ եմ, որպեսզի մենք մի հոգով ավել լինենք, որպեսզի այդ Եվրոպայի պատգամավորները, եվրոպացի այո պատգամավորները տեսնեն, որ մի հոգի ավել է այստեղ կանգնած։
քիչ լինենք, թե շատ լինենք, միևնույն է մեր ձայնը թող լսելի լինի։ Եվրոպացի գործընկերներից, եվրոպական կառույցներից, միջազգային կառույցներից, որոնց կանոնադրային նպատակները մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորումն է եւ դրանց վիճակի վերաբերյալ հսկողություն իրականացնելը առաջին հերթին ակնկալիքը չկեղծելն է։ Մի կեղծեք այն արժեքները, այն իրականությունը, որի մասը կազմում եք նաեւ դուք։ Իսկ խորհրդարանի ամբիոնից Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ Հայաստանը շարունակում է իր նախապատրաստական աշխատանքները 2026 թվականին երկու խոշոր միջազգային միջոցառում հյուրընկալելու համար՝ Եվրոպական քաղաքական համաժողովի գագաթնաժողովը եւ ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովը։ Աննա Հարությունյան, Open Media։ Դե իսկ աշխարհով մեկ խաղաղություններ սփռող Դոնալդ Թրամփը Ասիայով շրջելով ի վերջո հասավ Հարավային Կորեա, որտեղ վաղը հանդիպելու է Չինաստանի նախագահի հետ։ Սա ամբողջ աշխարհի համար շատ կարևոր հանդիպում է, որովհետև կարող է եթե ոչ վերջ դնել, ապա գոնե մեղմել Թրամփի սկսած առևտրային պատերազմը, թույլ տալով բոլորին շունչ քաշել բոլոր մայրցամաքներում։ Մինչև այդ նա նորից խոսել է իր խաղաղությունների ցուցակի մասին, մեզել է հիշել, ճիշտ է ասել երկրների անունները, չի սխալվել եւ պատմել է, թե ինչպես են Փաշինյանն ու Ալիևը իր խոսքով գրկել իրար ու թե ինչ է այդ մասին ինքը խոսել Վլադիմիր Պուտինի հետ։ Շքեղ ընդունելություն, ոսկե թագ եւ երկրի բարձրագույն պարգևները։ Առաջին հայացքից Միացյալ Նահանգների նախագահի այցը Հարավային Կորեա կարող է թվալ դաշնակցային ջերմ դրվագ։ Սակայն դիվանագիտական կուլիսներում 21-րդ տարի ամենաթեժ տնտեսական եւ տեխնոլոգիական հակամարտությունն է, որի գլխավոր դերերում Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ցինփինն են։ Վաղն առավոտյան մենք հիանալի հանդիպում ենք ունենալու Չինաստանի նախագահ Սիի հետ եւ բազմաթիվ խնդիրներ լուծվելու են։ Ես շատ լավատես եմ եւ ես քիչ թե շատ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում։ Քանի որ գիտեք, մենք խոսել ենք նրանց հետ։ Մենք առանց նախապատրաստվելու չենք գնում հանդիպման, բայց Չինաստանի հետ հարաբերությունները շատ լավն են։ Այնպես որ կարծում եմ, մենք շատ լավ արդյունք ենք ունենալու մեր երկրի եւ իրականում ամբողջ աշխարհի համար։ Հարավային Կորեայի նախագահ Լի Չեմյոնի հետ հանդիպմանը Թրամփը նվեր ստացավ ոչ միայն երկրի բարձրագույն շքանշանը, այլև հնագույն ոսկեթագի կրկնօրինակ որպես խաղաղարար։ Թրամփը կարծես նորից է մտել խաղաղության Նոբելյան մրցանակի համար մրցավազքի մեջ։ ԱՄՆ նախագահը նորից հիշել է եւ նույնիսկ ձեռքերով ցույց տվել, ինչպես է հաշտեցրել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, անգամ ճիշտ արտասանելով երկրների անունները, բայց այս անգամ սխալվել է կորուստների հարցում, նշելով միլիոնավոր զոհերի մասին։ Ադրբեջան Եթե նայեք Ադրբեջանին, պատերազմը շարունակվում էր կարծում եմ 38 տարի, այնպես չէ, եւ նախագահ Պուտինը զանգահարեց ինձ ու ասաց. «Զարմանալի է, որ մենք չենք կարողանում այդ պատերազմը կանգնեցնել։ 38 տարի դա շարունակվեց։ Միլիոնավոր մարդիկ զոհվեցին, եւ մենք դա արեցինք։ Եվ երկու երկրները եկան Սպիտակ տուն, սկսեցին ավելի ու ավելի մոտենալ։ Մեկ ժամ անց նրանք խաղաղության մեջ գրկախառնվում էին»։ Վաշինգտոնը Սեուլից ակնկալում է ոչ թե սիմվոլիկ, այլ իրական ոսկի՝ 350 միլիարդ դոլար ներդրումների տեսքով, որը կորեական կողմը պարտավոր է կատարել, սակայն չի կարողանում համաձայնեցնել դրա կառուցվածքը ու ժամկետները։ Այսպիսով նույնիսկ դաշնակցի հետ հարաբերությունները կառուցվում են տնտեսական ճնշման տրամաբանությամբ։ Թրամփի քաղաքականությունը քայքայում է Կորեայի տնտեսությունը եւ վերացնում աշխատատեղերը, իսկ նրա մոտեցումը միակողմանի է եւ հարկադրական։ Մենք կարծում ենք, որ սա խաթարում է մեր ազգային ինքնիշխանությանը, քանի որ այս քաղաքականությունը վնասում է մեր տնտեսությանը եւ զբաղվածությանը, ուստի մենք ընդդիմանում ենք դրան։ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Սիի հետ քննարկել Nvidia-ի գերժամանակակից Blackwell AI չիպերի վաճառքի հարցը։ Սրանք պարզապես միկրոսխեմաներ չեն, այլ այն ուղեղներն են, որ սնուցում են արհեստական բանականությունը, ռազմական տեխնոլոգիաները, մի խոսքով ապագայի տնտեսությունը։ Կարծիք կա, որ ԱՄՆ սահմանափակելով դրանց արտահանումը Չինաստան, փորձում է դանդաղեցնել իր գլխավոր մրցակցի տեխնոլոգիական առաջընթացը։ Չինաստանի հիմնական զենքը հազվագյուտողային մետաղներն են։ Այդ 17 քիմիական տարրերը, առանց որոնց անհնար է պատկերացնել սմարթֆոնից մինչև F-35 կործանիչի արտադրությունը, գրեթե ամբողջությամբ վերահսկում է Պեկինը։ Արգելափակելով դրանց արտահանումը Չինաստանը կարող է կաթվածահարանել արևմտյան բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։ Սա Պեկինի պատասխանն է ամերիկյան մաքսատուրքերին եւ տեխնոլոգիական սահմանափակումներին։ Մյուս կողմից արևմուտքի եւ մասնավորապես ԱՄՆ-ի խոցելի կետը միևնույն ժամանակ Չինաստանին զսպող գործոնը Թայվանի սիլիկոնե վահանն է։ Աշխարհի ամենաառաջադեմ միկրոչիպերի ավելի քան 90%-ը արտադրվում է Թայվանում։ Համաշխարհային տնտեսության կախվածությունը թայվանական այս արտադրանքից այնքան մեծ է, որ կղզու վրա Չինաստանի հնարավոր ռազմաշավը կհանգեցնի համաշխարհային տնտեսական կոլապսի, որից կտուժի նաեւ ինքը Չինաստանը։ Այսպիսով միկրոչիպերը դարձել են ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական զսպման գործիք։ Ինչպես է այս գլոբալ շախմատային պարտիան անդրադառնում Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի վրա։ Առաջին հայացքից անուղղակիորեն գերտերությունների յուրաքանչյուր քայլ ինչ որ պահի հասնում է բոլորին։ Անի Հովհաննիսյան, Open Media։
Քանի դեռ Թրամփը Ասիայում է, Հարավային Ամերիկայում բախվում են նրա սկսած մեկ այլ քաղաքականության հետևանքներին։ Միացյալ Նահանգները կոշտ հարվածներ է հասցնում թմրակարտելներին, պայթեցնում թմրանյութեր տեղափոխող նրանց ենթակառուցվածքները, Հարավային Ամերիկա երկրներին խրախուսում պատերազմներ թմրակարտելների դեմ եւ ահա Բրազիլիայում որոշել են հենց այդպես էլ վարվել։ Արդյունքում Ռիո դե Ժանեյրոյում 65 զոհ եւ ոչ միայն, իհարկե այնպես չէ, որ թմրակարտելների դեմ պատերազմը սխալ որոշում է, ավելին Բրազիլիայում զոհերով ընթացող թմրաօպերացիաները ավանդույթ են, բայց այն ինչ հիմա է կատարվում ծավալներով աննախադեպ է։ Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանական ուժերի եւ թմրակարտելի բախումների հետևանքով զոհվել է 65 մարդ, որոնցից 4-ը ոստիկան։ Գործողությունն անցկացվել է Ալեման եւ Պենյա ֆավելաներում 2500 իրավապահների մասնակցությամբ եւ 32 զրահամեքենայի ներգրավմամբ։ Ոստիկանության թիրախը Կոմանդո Վերմուլյո Կարմիր հրամանատարություն հզոր հանցախումբներ։ Նահանգապետ Կլաուդիո Կաստրոն տեղի ունեցածն անվանել է վճռական պայքար թմրահաբեկիչների դեմ։ Այն ավելի մեծ գործողություն է, քան 2010 թվականին իրականացվածը, եւ ցավոք այս անգամ ինչպես ամբողջ ժամկետի ընթացքում մենք չունենք զրահապատ տեխնիկայի կամ դաշնային անվտանգության եւ պաշտպանության ուժերի աջակցությունը։ Մենք մենակ ենք այս պայքարում այսօր եւ իրականացնում ենք պատմության մեջ ամենամեծ գործողությունը։ Նման լայնածավալ գործողությունները Ռիո դե Ժանեյրոյի համար սովորական պրակտիկա են։ Իշխանությունները հաճախ են դրանք իրականացնում միջազգային խոշոր իրադարձություններից առաջ, նպատակ ունենալով ցույց տալ, որ քաղաքն անվտանգ է։ Նույնը տեղի է ունեցել նաև 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ 2016 թվականի օլիմպիական խաղերի նախաշեմին։ Այս վերջին գործողությունները նախորդում էր C40 քաղաքապետերի գագաթնաժողովին եւ COP30 կլիմայի համաժողովի հետ կապված միջոցառումներին։ Սակայն ի տարբերություն նախորդների այս անգամվա գործողությունը զոհերի թվով ամենամահաբերն էր։ Բախումների պատճառով խաթարվել է շուրջ 50 բժշկական եւ կրթական հաստատությունների աշխատանքը։ Հանրային տրանսպորտի շատ երթուղիներ փոփոխվել են մարտադաշտի վերածված փողոցներից խուսափելու համար։ Փողոցներից շատ վիրավորների ոստիկանները հիվանդանոցներ են հասցրել բեռնախցիկում։ Էկվադորում նարկոկարտելների դեմ պայքարը նույնպես թեժ է եղել։ Դուրան քաղաքը դարձել է աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկը, որտեղ 100,000 բնակչի հաշվով տարեկան գրանցվում է 103 սպանություն։ Մի ցուցանիշ, որի համեմատ նույնիսկ Ռիո դե Ժանեյրոյի նահանգի ցուցանիշը չափազանց համեստ է թվում։ Այս հանցավոր ցանցերի տնտեսական հզորությունն այնքան մեծ է, որ ըստ նախագահ Նոբոյի նրանց տարեկան ապօրինի եկամուտը կազմում է շուրջ 30 միլիարդ դոլար, Էկվադորի ՀՆԱ-ի մոտ 1/4-ը։ Հանցաշխարհի որոշ բարձրաստիճան անդամների հեռացումը պարտադիր չէ, որ հանգեցնի թեթևացման, այլ ավելի շուտ կնպաստի այս խմբավորումների մասնատմանն ու հետևաբար տրոհված զինված խմբավորումների միջև պայքարի աճին։ Ռիոյում տեղի ունեցած դաժան գործողությունները եւ Էկվադորի ճգնաժամը ցույց են տալիս, որ հանցավորության դեմ պայքարի երկաթե բռունցքի քաղաքականությունը երբեմն վտանգավոր հետևանքներ է ունենում։ Պարագլուխներին շարքից հանելը ոչ թե վերացրել է հանցախմբերը, այլ մասնատել է դրանց վերածելով ավելի փոքր ու ագրեսիվ խմբերի, որոնք պատերազմում են միմյանց դեմ հանցավոր բուրգի գագաթը հասնելու համար։ Այս ներքին պայքարի հետևանքով սպանությունների թիվը կտրուկ աճել է։ Էկվադորի որոշ քաղաքներ դարձել են ավելի վտանգավոր, քան նույնիսկ Ռիոն։ Բռնության աճին նպաստում է նաև Միացյալ Նահանգների վարած պատերազմ թմրանյութերի դեմ քաղաքականությունը, որը խրախուսում է Լատինական Ամերիկայի երկրներում նման կոշտ գործողությունները, հաճախ անտեսելով թմրանյութերի հսկայական պահանջարկը հենց Միացյալ Նահանգներում, որն էլ սնուցում է այս ամբողջ հանցավոր հսկա եւ վերազգային ցանցը։ Միայն նախորդին Կոլումբիայի եւ Վենեսուելայի մոտ ամերիկյան հրթիռները եւս 6 նավ էին պայթեցրել, որոնք ենթադրաբար թմրանյութեր էին տեղափոխում։ Դավիթ Գենջոյան, Riopan Media։ Բեռնատարների վարորդների հարցը մնում է օդում կախված։ Ռուսաստանում սկսել են գործել նոր կարգավորումներ, որոնք շատ լուրջ հարված են հասցրել բեռնատարների հայ վարորդներին։ Անցած շաբաթ հարցը բարձրացվել է ԵԱՏՄ նիստում։ Խնդրի մասին Ռուսաստանում տեղյակ են, կլուծվի հարցը թե ոչ կամ երբ ու ինչպես դեռ անհասկանալի է։ Կառավարության համապատասխան պատասխանատուները ասում են, որ քայլեր ձեռնարկում են։ Ահա թե ինչ են անում։ Հայ բեռնափոխադրող վարորդների խնդիրը մնում է չլուծված։ Ռուսաստանի միգրացիոն օրենքների խստացման հետևանքով տարվա ընթացքում նրանք ոչ թե 180, այլ 90 օր կարող են մնալ դաշնության տարածքում։ Ժամկետը խախտողները կտուգանվեն, անգամ կձերբակալվեն ու կարտաքսվեն երկրից 3-ից 5 տարվա մուտքի արգելքով։ Առայժմ այս հարցի լուծումը միայն ռուսական կողմում է եւ մեր վարորդները շատ լավ հասկանում են դա, բայց մյուս կողմից էլ բոլորս հասկանում ենք, որ սա ինչքան երկար է ձգվում այս խնդրի լուծմանը, հանգուցալուծմանը հասնելը, այնքան խնդիրները շատանում են
եւ այնքան բեռնափոխադրման դաշտը էականորեն տուժում է։ Վարորդները պնդում են, որ չեն կարող տեղավորվել 90 օրվա մեջ, որովհետև շատ օրեր են ծախսում լարսում սպասելով։ Նրանք բողոքի ակցիաներ են արել կառավարության դիմաց, նամակներ գրել փոխվարչապետին, հորդորելով ու պահանջելով գործադիրից ռուսական կողմի հետ քննարկումներ անցկացնել օրենսդրական նոր կարգավորումներն իրենց մասով մեղմելու համար։ Նույնիսկ մի ամբողջ օր միջպետական ճանապարհներ են փակել ի նշան բողոքի։ Կառավարությունից մի քանի անգամ վստահեցրել են, թե բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ խնդիրը հարթելու համար։ Հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին եւ սա մի թեմա է, որը այս պահին էլ քննարկվում է ռուսաստանյան մեր գործընկերների հետ, ընդ որում մի թեմա է, որը չի վերաբերում միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, այլ նաև վերաբերում Ռուսաստան այլ երկրներ հարաբերություն ԵԱՏՄ մյուս անդամներին։ Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Պապոյանն է հայտարարել, թե ռուսաստանյան գործընկերները համաձայնել են մտահոգությունների հետ եւ արդեն իսկ օրենսդրական նախաձեռնություն են դրել ներքին շրջանառության մեջ։ Դրան հաջորդել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությունը, ըստ որի Ռուսաստանը հանձնառու է արագ լուծելու բարձրացված խնդիրը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին է խոսել սրա մասին։ Արդյոք գոհացնում են վարորդներին կառավարության այս քայլերն ու հայտարարությունները։ Օրենքի հենց այս դրույթը, որը վերաբերվում է նաև մեր քաղաքացիներին, առավել եւս բեռնափոխադրողներին, ինքը խախտում է եւ իմ նշած կոնվենցիան, Չիկագոյի եւ ԵԱՏՄ համաձայնագիրը, ԵԱՏՄ պայմանագիրը։ Վարորդներից մեկը եւս վստահեցրեց, այս պահին սպասման փուլում են, հույսով, որ շուտով հարցը կլուծվի։ Մենք հարց ու պատասխան չունենք հիմա։ Հա, այսինքն էլ բողոք չունեք, խնդիրը լուծված է։ Բողոքի հարցը չի։ Մենք պատասխանը ստանանք, որ իմանանք ինչ ենք անում։ Իդեպ այս ֆոնին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է հայտարարել, որ Ադրբեջանը հաստատել է դեպի Հայաստան գնացող ռուսական ապրանքները եւս թույլ կտա անցկացնել իր տարածքով։ Վարչապետ Փաշինյանն էլ հենց այս շաբաթ էր ասել, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Մերի Դանիելյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։ Տաշիր ընկերությունների խմբի փոխնախագահ Մերձեո շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հունիսի սկզբին, երբ դեռ հայտնի իրադարձությունները տեղի չէին ունեցել, այսինքն երբ դեռ Սամվել Կարապետյանը չէր եկել աջակցություն հայտնել եկեղեցուն եւ հեծը չէր ազգայնացվել, իրենք առաջարկել են իջեցնել հոսանքի գինը, բայց մերժում են ստացել։ Մենք կապվել ենք հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի հետ, որ հասկանանք ինչու, եթե հնարավոր էր հոսանքը էժանացնել, ինչու դա չի արվել։ Եկեք տեսնենք բոլոր կողմերի փաստարկները ու փորձենք հասկանալ ինչ է կատարվել։ Հոսանքի գինը չի իջնի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է առաջարկը։ 5 ամիս առաջ հունիսի 6-ին մենք ՀԵՑ-ի անունից դիմել ենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին հոսանքի գինի իջեցնելու առաջարկով 3.6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների եւ կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Մենք կապվեցինք ՀՑԿՀ-ի հետ, պարզելու թե ինչու է մերժվել առաջարկը։ Էլեկտրաէներգետիկական համակարգում կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու համար անհրաժեշտ է վերանայել ամբողջ տարվա կտրվածքով։ Իսկ Հայաստանի տնտեսական ընկերությունը դիմել էր հանձնաժողովին գրությամբ եւ առաջարկել էր փոփոխություն կատարել 6 ամսյա կտրվածքով վերանայել ՀԵՑ-ի սակագների հաշվարկը։ ՀԵՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը համաձայն չէ այս տեսակետին։ Նրա խոսքով ՀՑԿՀ-ի պատասխանը փաստացի զրոյական է եղել, իսկ քննարկվող առաջարկը արվել է դեռ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից առաջ։ Իսկ սակագինի իջեցնելու գործընթացի ձգձգելու պատճառը նոյեմբերի 18-ին լիցենզիայի զրկելն է։ Ինչ որ իրենց մտքում ունենալով այսպիսի սցենար, որպեսզի իրենք փորձեն դա անել եւ վերագրել իրենց, կամ երկրորդը եղած գումարով կարողանան ընդամենը զսպել սակագնի աճը։ Գնիչեցման հարցում ՀԵՑ-ի նախկին ղեկավարները չեն նահանջում։ Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, գցելով նրանց այսօրվա հայտարարությունը եւ կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը եւ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, ինչպես իրենք են նշել վերը մեջ բերված հայտարարության մեջ, իջեցրու սակագինը պարոն Մեսրոպյան։ Հոսանքի սակագինը կարող էր նվազել շուրջ 1 դրամով, եթե ընդունվեր ՀԵՑ-ի առաջարկը։ Տվյալները ցույց են տալիս, որ համակարգում ձևավորված հաշվեկշռի շեղումը հասնում է ավելի քան 6 միլիարդ դրամի։ Առաջին նամակում հանձնաժողովի նախագահը նշում է, որ ձեզ մոտ 3.6 միլիարդ է, բայց ընդհանուր համակարգում 8.8 միլիարդ է։ Այսինքն, եթե նույն 6 ամսվա շարունակականով գնանք, մոտավորապես 18 միլիարդի կարգի, 17.6 միլիարդ
այսպես խնայողություն է լինում։ Ըստ էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի, Հայաստանում ներկայությամբ չափազանց բարդ է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, քանի որ նախ ունի ավելցուկային հզորություններ եւ արտահանման լուրջ սահմանափակումներ։ Այդ ամբողջ համակարգը ապահովելու համար, որպեսզի այն ունենա բարձր օգտակար գործողության գործակից, այդ համակարգը պետք է ավելի շատ արտադրի, բայց քանի որ սպառումը քիչ է, արտահանումը սահմանափակ է, արտադրանքը հետևաբար ՕԳԳ-ն համակարգի ցածր է, բայց համակարգի անվտանգությունը, մոդեռնիզացիան պետք է ապահովել։ Այդ ապահովումը ուրեմն հավուր պատշաճի իրականացնելու համար ներգրավում են միջազգային վարկեր, որոնք առ այսօր շարունակվում են ներգրավել։ Վարկային միջոցներ, որոնց սպասարկումը ստեղծված կոնֆիգուրացիայում հնարավոր է դառնում բացառապես սակագների բարձրացման միջոցով։ Վահե Դավթյանը նշում է, Հայաստանի տնտեսությունը խարսխված է ոչ այնքան էներգատար հզորությունների վրա, 50-ից ավելին առևտուրն ու ծառայություններն են։ Մոդեռնիզացեց հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը եւ դրան ուղղվեց մի քանի տարի առաջ պետական բյուջեից վարկ 60 միլիարդ դրամի չափով։ Աշխատանքները ավարտված են, ԱԵԿ-ը գործում է, երկրորդ բլոկը գործում է։ Սակագնի վրա, որը մենք վճարում ենք այսօր, թե տնտեսվարողները, թե ուրեմն շարքային սպառողները, դա ուրեմն ունեցավ 2.5 դրամի չափով ծանրաբեռնվածություն, այսինքն պարզ ասած սակագինը բարձրացավ 2.5 դրամով։ Այդ վարկը ատոմակայանի մոդեռնիզացման ուղղված վարկը սպասարկելու նպատակով։ Ըստ փորձագետի ժամանակն է փոխել տրամաբանությունը, անցնելով սպառողական տնտեսությունից դեպի արտադրական մոդել։ Արդյունաբերության զարգացումն ու էներգետիկ դիվանագիտությունը Վրաստանի եւ Իրանի ուղղությամբ կարող են բարձրացնել համակարգի արդյունավետությունը եւ իջեցնել սակագինը։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Եվ եղանակի մասին գիշերը երկրի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյուն, որոշ տեղերում հորդառատան ձրև կլինի, նոյեմբերի 1-ից 3-ը տեղումներ չեն լինի, բայց զգույշ եղեք, որովհետև վաղը 6-ից 9 աստիճանով ցրտելու է։ Տաք հագնվեք, որ ինձ պես չհիվանդանաք։ Այսքանը ամփորձանք գիշեր եմ մաղթում, հետևեք մեզ սոցցանցերում, բաժանորդագրվեք, ցտեսություն, կհանդիպենք վաղը։